Քոչարյան, ասում եմ, ձեր ասածը ասում եմ մինչև ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Փորձարվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնեք, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք զգուշացում։ Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ կասեմ ինչ նկատի ունեմ։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ, ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի պատգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնել է անվանի գործ տալ։ Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի։ Հաջորդ հարցը Մեսրոպ Մանուկյան։ Կա հաղորդում ներկայացնել ու կա գործ տալ, դա երկու տարբեր բաներ են։ Պարոն Եղոյան, պարոն Եղոյան, նստեք, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, նստեք ու մի միջամտեք։ Պարոն Եղոյան, պարոն Եղոյան, մեկ նիստի ընթացքում դուք զրկվում եք խոսափողից հանդես գալու իրավունքից։ Պարոն Եղոյան, Մեսրոպ Մանուկյան, համեց։ Պարոն Ֆարմայանը, պատասխանեք, թե ինչ է հավատում։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան Հիմա ում հերթնավ ներողություն։ Այդ արդեն ես կապ չունեի, պարոն Մանուկյան։ Մի հատ վերականգնեք իմ րոպեն։ Վերականգնեք պարոն Մանուկյանի ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան նորից վառնամակարգի կարիք է կզգանք, բայց այն հարցադրումները, որ տալիս էիք պարոն Ֆարմանյանին, թե 400,000 դրամով ոնց այտենց փողերի տեր դարավ Գագիկ Խաչատրյանը, օրինակ ես կպատասխանեի Գևորգ Սաղոյանի նման, բայց մի հարցս էլի, պարոն Ֆարմանյան, տեսեք ձեր տեխնոլոգիան ժամանակ, այտենց ձեր կենսագրության, միջև երևի ձեր պապու պապերին, ով ինչ մեղք ուներ գործած անդրադարձան։ Դահլիճը։ Հակառակ պարագայում ուրիշ արտահայտություններ մի արեք, որ հետո այդ ձեր արտահայտությունները բան չլինի, բայց ես իրականում ավելի շատ ուզում էի այս պահին ազգային ժողովի շենքը ըստ երևույթին լքած ուժեղ Հայաստան խմբակցության հետ խոսեի փոքրինչ նրանց ղեկավարի այստեղից ունեցած ելույթի մասին, որտեղ այդ ելույթի համար չգիտեմ ինչ էր։ Ես անկեղծ ինչքան տենց լսեցի այդ ելույթը, այդքան իմ համար ուղղակի աբսուրդի ժանրից էր։ Հասկանում եք Սերժ Սարգսյանի փաստացի հանրապետական կուսակցության շարունակությունը այստեղ ուժեղ Հայաստան դաշինքը այստեղ եկել է ասում է դուք պատերազմի կուսակցությունն եք, դուք մեզ մեղադրում էիք նրանում, որ Ռոբերտ Քոչարյանն էր մեր տեխնացուն, հարգելի գործընկերներ, եկեք ձեզ մի հատ պարզ բան ասեմ։ Միջև ընտրությունները առհասարակ ուժեղ Հայաստանը ամեն կերպ փորձում էր ցույց տալ դիստանցավորվել Ռոբերտ Քոչարյանից ու նրա Հայաստան դաշինքից։ Այդպես է, թե այդպես չի։ Ամեն կերպ ցույց էին տալի, թե իրանք իրար հետ կապ չունեն։ Այ մարդ ընտրությունների գիշերը հենց եկավ, հենց այդ քվյատուփերը բացեցին, մեկ էլ իրաց մամուլներով սկսեց գնալը, միասնական ընդդիմությունը միասին այսքան ձայն է հավաքել։ Միասնական, բայց ընդդիմությունը, որ միասնական էր միջև ընտրությունները, ինչի՞ չէիք ասում։ Մենք ասում էինք, որ դուք միասնական եք։ Այո, ես անձամբ ասում էի, որ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միևնույն դաշինքի մեջ են։ Եվ գիտեք ինչ, որպես ապացույց, էսա։
Էսա որպես ապացույց մի խմբակցությունը դուրս եկավ, մյուսը հետը դուրս եկավ, որպես ընդդիմություն գործում են նույնական, միասնական ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իրենց հետընտրական վարքագիծը ակնհայտորեն փաստացի ապացուցումը մեր նախընտրական խոսույթը իրենց միասնական լինելու մասին։ Ասում Սամվել Կարապետյանն էր մեր վարչապետի տեխնացուն։ Կներեք, որ Սամվել Կարապետյանն էր ձեր վարչապետի տեխնացուն, այս ընտրություններից արդեն քանի ամիս անցել է։ Ինչու միջև հիմա ձեր նախկին ապագա վարչապետի տեխնացուն կամ նախկին ապագա վարչապետը կամ հավերժ հաջորդ վարչապետը, որ ձևակերպումը ձեր սրտին ավելի մոտ է, ինչու միջև հիմա չի հրաժարվել Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից։ Կարող է հիմա էլ արդեն Կիպրոսի վարչապետի տեխնացու, Կիպրոսի գործընկերներին պետք է հարցնենք, թե հիմա Ռուսաստանի հիմա դումայի ընտրություն ենք, կարող Ռուսաստանի դումայում ուզում առաջադրվի չգիտեմ որպես падգամավոր։ Էս է ամբողջ, ասում բանը, ձեր նախընտրական խոսույթը, մեր նախընտրական խոսույթին կներեք այս արտահայտության համար, բայց ամբողջությամբ պատասխանատու ենք մեր նախընտրական խոսույթի համար, ավելին ասեմ, մենք տեր ենք մեր նախընտրական խոսույթին, ու հենց ավելին ասեմ, դուք ինքներդ եք ապացուցում մեր ամբողջ նախընտրական խոսույթը, հարգելի գործընկերներ։ Ամբողջությամբ եկել եք այստեղ ապացուցելու մեր նախընտրական խոսույթը։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե որ ուժը ինչ է արել, շատ լավ, եկեք խոսանք, թե որ ուժը ինչ է արել։ Կարեն Կարապետյանը, Նարեկ Կարապետյանի հայրը, երբ որ հանրապետական խմբակցության նախագահ էր, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար էր ու հեղափոխության օրվա դրությամբ էլ հանրապետական падգամավոր էր։ Քանի հազար դրամի թոշակ էր թողել Հայաստանի Հանրապետության թոշակառուներին նվազագույն։ 16,000 դրամի։ Դուք 16,000 դրամ թոշակ տվող կուսակցություն եք։ Դուք 16,000-ի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Դա եք դուք։ 16-ը իհարկե մենք էինք ընտրություններին, բայց դուք 16,000-ի կուսակցությունն եք։ Աղքատությունից են այստեղ խոսում, աղքատությունը։ Պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի հայրը ֆանտաստիկ տեսանյութեր կա Ազատություն ռադիոկայանում օրինակ։ Ընտրություններից առաջ կամ այդ ընտրական տարում Լոռու մարզում, երբ որ յուղ ու բրինձ էր բաժանվում, փաստացի։ Յուղ ու բրինձ էր բաժանվում։ Ժողովուրդ, յուղ ու բրինձ։ Յուղ ու բրինձ հասկանում եք։ Քաղաքական իշխանության մոտեցումը ձեր տարիներին եղել է այն, որ մարդիկ ինչքան աղքատ լինեն, այդքան քիչ փող է պետք լինելու իրենց ընտրակաշարքը կազմակերպելու համար։ Ինչքան աղքատ լինի ժողովուրդը, այնքան ավելի լավ։ Թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձենը արժի ավելի էժան։ Պարզ լոգիկա է։ Ու դրա համար է, որ մեր արած սոցիալական ծրագրերի, մեր բարձրացրած թոշակների, մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության արդյունքում է, որ ձեր նախկին հանրապետականի բաժանած 10,000 դրամը այս ընտրություններին փաստացի ձեր ուժի ներկայացուցիչները բարձրացրել հասցրել էին 100,000 դրամ։ Ես նորից եմ ասում, մեր տնտեսական ու սոցիալական կատարած գործունեության լավագույն ցուցանիշը ընտրակաշառքն է, ժողովուրդ ջան, ձեր կողմից բաժանված, ձեր ներկայացուցիչների կողմից բաժանված։ Նախկինում բաժանում էիք 10,000 դրամ միջև մեր իշխանությունը, մեր կողմից խորհրդանում